Նա հաշվի առնելով, որ դուք չունեք, գուցե ասուլից հետո ձեզ տրամադրեն, բայց ամեն դեպքում ժամանակի հարց է։ Դատավորը հնարավոր է, որ ասի, քանի որ փաստաբանները տեղեկացված չեն այդ որոշման, այսինքն այդ նիստը տեղի չունենա եւ օրինակ 1 օր հետո, ինչպես 18-ին լրանում է 1 ամիսը, Սամվել Կարապետյան ինչ կանխատեսումներ ունեն։ Տեսեք, մեխանիզմը հետևյալն է, լավ ի վերջո մենք որտեղից իմացանք, որ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվել է։ Քանի որ քննիչը կալանքի երկարաձգման միջնորդությունը ներկայացնելու օրվա դրությամբ պարտավոր է նաև նյութերը ներկայացնել դատարանին 2 օրինակից։ Մեկ օրինակը հանդիսանում է պաշտպանության կողմի համար նախատեսված։ Մենք այդ նյութերը ծանոթանալու շրջանակներում, պատկերացնում եք, այսինքն օրինակ նայում ենք նյութերը, այս պայդրությամբ արդեն 20 հատոր է, շուրջ 20 անունը դնենք։ Նայում ենք հերթական անհասկանալի թղթեր, անհասկանալի բնույթի ինչ-որ տվյալներ, այսինքն մենք ի վերջո երբ նայում ենք գործի նյութեր, մենք պետք է դա նայենք մեր պաշտպանյալի տեսանկյունից։ Այսինքն նյութերը կարող են լինել նաև, չգիտեմ, գրականության մասին, բայց դա ինչ կապ ունի, չէ՞։ Հիմա համապատասխան, այ համանման իրավիճակ է։ Այդ նյութերը նայելուց մենք հասնում ենք վերջին հատորին, մեկ էլ տենանք վայ Վճռաբեկ դատարանի որոշում։ Հասկանում եք, սա է եղել։ Այսինքն լավ որտեղից մենք երեք իմացանք, որ Վճռաբեկ դատարանի որոշում կա։ Որովհետև մեզ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի կազմից զանգ արեցին, ասեցին վարել ձեզ։ Միջնորդությունը մակագրվել է կոնկրետ դատավորին։ Կարող եք գալ գործի նյութերը ստանալ։ Պարոն Վարդանյանը մեր գործընկերը անհապաղ գնաց ստանալու։ Ու այդ ինչը նկարագրեցի, հենց տենց եղել է։ Այսինքն մենք նյութերին ծանոթանալու շրջանակներում մենք հավասար կողմեր ենք, ճիշտ հասկացեք։ Այսինքն Վճռաբեկ դատարանը իրականում չի կարող մի կողմի դատարան լինել։ Ինքը դրա համար կոչվում է դատարան։ Դատարանը երբեք ինչ-որ կողմինը չի։ Օրինակ քաղաքացիական գործերով ոչ հայցորինն է, ոչ պատասխանողին է, ոչ երրորդ անձին է։ Քրեական գործերով ոչ մեղադրանքի կողմինն է, ոչ էլ պաշտպանության կողմին է։ Իդեպ կարծնեք լավ բա ումն է, հանրությանը։ Բայց մենք այս դեպքում հասկանում ենք, որ այս տրիվիալ ճշմարտությունների մեծ խեղում կա։ Ես անկեղծ եմ ձեզ ասում, հիմա բացահայտենք այս հանգամանքներ, թող մեր քննիչը այս ժամանակահատվածը օգտագործի, թող տվյալներ մտածեն դրա շուրջ։ Մենք ուղիղ հարցնելու ենք որտեղից է Վճռաբեկ դատարանի որոշումը։ Որտեղից։ Եթե մեզ Վճռաբեկ դատարանը ամսի 14-ին միայն ասում է, որ իմացեք, հրապարակվելու է նոյեմբերի 13-ին եւ ոնց գրել են ողջամիտ ժամկետում, նայեք, օրել չեն ասում։ Ողջամիտ ժամկետում մասնակիցներին կուղարկվի նշված որոշումը եւ կհրապարակվի կայքում։ Այդ ողջամիտ ժամկետը մեր դեպքում ինչքան է եւ քննիչի դեպքում ինչքան է։ Այնքան հետաքրքիր է։ Լավ, իսկապես տրամաբանություն պետք է ունենա ցանկացած գործողություն։ Անկեղծ եմ ասում, նույնիսկ ապօրինությունները պետք է տրամաբանություն ունենան։ Եթե տրամաբանություն չեն ունենում, գիտեմ դա էլ է, չէ՞ տարօրինակ, բայց որտեղ դա է իրավիճակը։ Որովհետև Վճռաբեկ դատարանի պրակտիկայում դուք միշտ տենց կտեսնեք։ Այսինքն հետին ամսա թվով գրություն։ Իդեպ կհիշեք մի քանի տարի առաջ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում էին սկսել։ Դատավորի, որովհետև տենց ամսա թվերը լավը չէին ծանուցումների եւ ծանուցագրերի։ Այստեղ ցես փաստերը հրապարակել եմ իդեպ փոստային առաքանով։ Մի բան ասեմ, էլի։ Այստեղ մեր միջնորդությունը պետքա մերժվի, ուրիշ տարբերակ չունի, դա պետքա լինի։ Այստեղ մեր հիմնական բրդովմունքը, որպեսզի պատկերավոր լինի, կայանում է հետևյալում, որ Վճռաբեկ դատարան այսինքն օրերի ու ժամերի ճշգրիտ հաշվարկմամբ անենց օրա կայացրելու արագ որոշումը տվել քննիչի ձեռը, որ քննիչը մեծ արագությամբ տանի ու մուտքանի հակակոռուպցիոն դատարան կալանքի երկարացման միջնորդությունը։ Օրինակ, եթե քննիչը մի օր ուշացներ այդ կալանքի երկարացման միջնորդությունը մուտք աներ, առաջացիային դատարանը օրենքի համաձայն իրավունք ուներ վարույթ չընդուներ։ Այսինքն Վճռաբեկ դատարանը գործընկերս, որ ասում է տեզերական արագությամբ, դա հենց մեր վրդովմունքը դրանում է կայանում, որ Վճռաբեկ դատարանին հատուկ գնացել են իմ խորին համոզմամբ, բզել են, ասել են ընկեր շուտ արա, վերաքննիչում կրվեցինք ախր, առաջացիանում ժամկետը լրանում ախր պետք է մուտք անեն։
Վճռաբեկն էլ արագ մի copy paste-երը արել մի 100 քանի էջ դզելա մի 3 էջել այսպես ասած իբրև թե հիմնավորումա գրել, թափով տվելա քննիչի ձեռը, ասելա վազելով տար մուտքարա, քանի չես ուշացել։ Այ մեր վրդովմունքը տե է կայանում։ Բա եթե հավասարություններ, իրանք պետք է համ քննիչին նույն պահին տային, համ մեզ տային, ինչի մեզ չեն տվել։ Ինչի իրանք բանում չեն հրապարակել իրենց կայքեջում, ինչի են մենակ քննիչին տվել։ Քննիչը տարե մտցրել է գործի մեջ ու մենք գործի նյութերից ենք սրա մասին ծանոթան։ Մեր ամբողջ վրդովմունքը դրանում է կայանում։ Այսինքն վճռաբեկ դատարանը, որ այդ օրը այդ որոշումը կայացրել է, դա ոչ մեկ չի կարող ասի, որ պատահականության արդյունք է։ Դա հենց հատուկ տենց կայացրել է, ու այդքան հնարավորություն ունենա դիմելու դատարան Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնի, մեր վրդովմունքը բացարձակապես տեղակ Տեսեք մի բան էլ ավելացնել։ Վճռաբեկի որոշումը։ Վճռաբեկի որոշումով ասել, իբրև թե փաստ է հաստատվել, որ չէ դե հիմնավոր կասկածը արկա է։ Տնտեսական գործերից մեկը արկա, իբր որ Սամվել Կարապետյանի աշխատողները կատարել են ենթադրյալ հանցանք, իսկ Սամվել Կարապետյանը լինելով ասենք հեծի սեփականատեր, բայց հեծի սեփականատերը ըստ մի բան պարզենք, էլի Սամվել Կարապետյանը չէ։ Հեծի սեփականատերը Տաշիր կապիտալ ընկերությունն է։ Իսկ Տաշիր կապիտալ ընկերության հիմնադիրներից ընդամենը մեկն է Սամվել Կարապետյանը։ Ըստ էլա հարց առաջանում, բայց եթե այդ հիմնադիրները, եթե հիմնադիրներ են, ուրեմն իրանք են հանցանք կատարել։ Ինչի մենակ Սամվել Կարապետյանը